Բարև ձեզ, հանրային ռադիոյի եթերում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ավետիս ծրագիրն է, հաղորդումը վարում է Հասմիկ Թամամյանը։ Այսօրվա հաղորդման ընթացքում կցանկանայի քննարկենք մի կարևոր եւ հետաքրքիր թեմա, այն է ինչպիսի հոգեվոր ծառայություն կարող է մատուցել ոչ հոգեվորական մարդը եկեղեցու համար, եւ հատուկ ուշադրություն կուզենայի դարձնենք հատկապես երիտասարդների ներգրավվածությանը եկեղեցական կյանքում։ Այս հարցերի շուրջ կզրուցենք Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման մեդիա պատասխանատու Արաքս Պողոսյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Պողոսյան։ Բարի օր։ Տիկին Պողոսյան, կցանկանայի նախ պատասխանեիք, թե ինչ է հոգևոր ծառայությունը ձեր ընկալմամբ եւ եթե կհիշեք ձեր առաջին քայլը դեպի եկեղեցի։ Ծավալուն հարց է, հարցի առաջին մասից սկսենք։ Ինչ է հոգևոր ծառայությունը։ Ավետարանը հստակ մեզ այդ մասին ասում է, եւ քանի որ ավետարանը բոլոր ժամանակների համար է երեք այսօր եւ հավիտյան մնում է նույնը իր ասելիքի մեջ, ուստի կարելի է ասել, որ հոգևոր յուրաքանչյուր մարդու հոգևոր կանչվածությունը արդեն իսկ ծառայության հրավեր է, հրավեր կանչվածություն ինչին։ Սա արդեն այլ հարց է եւ հաջորդ հարցն է, այն բոլոր պատվիրանները, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ ավանդեց բոլորիս, դա վերաբերում էր ոչ միայն հոգևորականներին, առաքյալներին, այսինքն իր աշակերտներին, այլև ամբողջ բոլոր քրիստոնյաներին, բոլոր հավատացյալներին, եւ պատվիրանների կատարումը, պատարակներին մասնակցությունը, քրիստոնեական կենթանի, կենսունակ, աշխուժ, համայնքային կյանքում ընդգրկվածությունը, սրանք քրիստոնյայի համար կարևոր հրամայականներ են։ Այսինքն մենք չենք կարող մեզ կոչել քրիստոնյա եւ այդպես մի կողմ քաշված ապրել մեր սովորական ամենօրյա կյանքով, կենցաղով, ժամանակ առ ժամանակ մտնել եկեղեցի հարմար պահին, մոմ վառել, ինչ որ աղոթք ուղղել, որը հիմնականում մեր ցանկություններից կազմված կլինի, թե մենք ինչ ենք պահանջում երբեմն, այո, հենց պահանջում Աստծուց, եւ բավարարվել այդքանով, կամ միայն նեղնկած պահին հիշել Աստծուն եւ հույսը դնել ինչ-որ մի հրաշքի վրա, որ անպայման վերջ կտրվեն այդ նեղություններին մի հրաշք կախարդական փայտիկի միջոցով։ Իսկ ինչպես առաջին քայլը անել դեպի համայնք։ Շատերը անգամ անտեղյակ են, թե եկեղեցում ինչ է կատարվում։ Գիտեք, մենք քարե դարում չենք ապրում, այսօր բոլոր այսպես տեղեկատվական խողովակներով հոսում է քարոզչություն, տեղեկատվությունը ամեն տեղ ուղղակի այսպես թափված է, մնում է որ փնտրես եւ գտնես, ցանկություն ունենաս դու այդ տեղեկատվությանը տեր կանգնելու։ Եթե նայում եք մեր սոցիալական հարթակներում, որքան ակտիվացել են ոչ միայն մեր հոգևորականները, այլև հենց եկեղեցու երիտասարդները, որոնք տարբեր տեսանյութեր են պատրաստում, տարբեր թեմաների վերաբերյալ։ Այնպես որ ձև անել, թե որտեղ փնտրել եւ գտնել հոգեվոր գիտելիքը կամ եկեղեցու մասին ինֆորմացիա, դա արդեն հին երգ է եւ այսօր կենսունակ չէ։ Իսկ ես ձեզ ներկայացրեցի որպես Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման մեդիա պատասխանատու։ Մի փոքր կասեք, թե ինչ է դա իրենից ներկայացնում, միգուցե կարելի է անդամակցել երիտասարդներին եւ ոչ երիտասարդներին։ Բարի, մեր կառույցը Մայրաթորի կարևոր կառույցներից մեկն է։ Կարևոր բոլոր կառույցներն են կարևոր, բայց երիտասարդությունը գիտեք որքան կարևոր շերտն է եկեղեցու։ Գործում է ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եւ առաջնորդությամբ Բարձր Հովանու ներքո եւ արդեն տարիներ շարունակ մենք իրականացնում ենք երիտասարդական ծրագրեր երիտասարդների համար, քրիստոնեական երիտասարդական աշխատանքին միտված դասընթացներ է ՀՀ գրասենյակը անցկացնում, որին մասնակցում են թեմական երիտասարդներ, այ վերջերս էլ մենք ունեցանք նման դասընթաց եւ պիտի ուղղակի տեսնեիք, թե երիտասարդները որքան խանդավառված են մասնակցում այդ դասընթացներին եւ իրենք իրենց ներսից որքան առաջարկներ, որքան գաղափարներ, տեսլականներ են հենց ունենում եւ այդ ամենը կարողանում են բովանդակային շարադրել աշխատարանների միջոցով, այսպես տեսլականները նկարել, ճանապարհային քարտեզներ ցույց տալ, խաղերի միջոցով է դա անցկացվում եւ վերջում, երբ դասընթացը ավարտվում է, տարբեր թեմերի երիտասարդներ իրենց զգում են մեկ եկեղեցու զավակ եւ շատ մտերմանում են, ինչը եւս շատ կարեւոր է։ Իսկ դասընթացը որպես այդպեսին միայն հոգևոր ոլորտին է վերաբերվում, թե ինչ ոլորտների վերաբերյալ դասընթացներն, ինչ են սովորում կամ ինչ են առաջարկում։ Քանի որ ՀՀՄ-ի նպատակը երիտասարդների եկեղեցագործումն է, այսինքն օգնել երիտասարդների եկեղեցագործմանը եւ թեմական երիտասարդներին օգնել թեմերում, երիտասարդական միություններում իրականացնել ուրեմն քրիստոնեական աշխատանք, հետեւաբար ինչից էլ որ խոսենք, անշուշտ կենտրոնում հոգևորն է, Սուրբ Գիրքն է եւ
եկեղեցին է։ Իսկ ընդհանրապես ծիրը մեծ է մեր դասընթացների, նույնիսկ մասնագիտական դասընթացներ են անցկացվում ժամանակ առ ժամանակ, օրինակ լրագրության դասընթացներ եմ ես ինքս կազմակերպել ՀՀՄ գրասենյակում, որին մասնակցել են թեմական երիտասարդներ եւ ոչ միայն։ Իդեպ այդ դասընթացներն էլ հարակից դասընթացներ օգնում են, որպեսզի եկեղեցու հետ առնչություն ունեցող երիտասարդը այցելի մեր գրասենյակ մասնակցի դասընթացին եւ տեսնելով, որ դասընթացը նախ սկսվում է աղոթքով, Հայր Սուրբը մեր տեսուչը, Հայր Թովման ինքն է աղոթքով սկսում դասընթացը, վկայականներ հանձնում դասընթացի ավարտին եւ այդ առնչակցությունները, շփումները մեծ կամ փոքր իրենց մեջ կարծես թե ցանկություն են առաջացնում առավել ներգրավվելու, ավելի հետաքրքրվածություն են ունենում, ինչը եւ հարթում է կանաչ ճանապարհ դեպի եկեղեցի շատերի համար։ Իսկ երիտասարդների առաջարկությունները, միգուցե նորարարական մոտեցումները։ Հենց դրա մասին էի խոսում, երբ ասում էի, որ դասընթացները ինտերակտիվ են, աշխատարաններ են կազմակերպվում հենց դասընթացի շրջանակներում եւ երիտասարդները խմբային աշխատանքներ անելով պլակատների վրա նկարում են իրենց տեսլականները, առաջարկները, հետո հանդես են գալիս խոսքով, ներկայացնում է յուրաքանչյուր թիմ իր առաջարկը, ցույց են տալիս արկաբացերը եւ նաեւ լուծումներ են առաջարկում եւ հետո այդ ամենը տանում են իրենց թեմ եւ փորձում են այնտեղ կյանքի կոչել։ Նորարարությունները միշտ լավ առումով են ընդունվում, թե գիտեք, հենց մեր սիրելի վեհապարը հենց ինքը կողմ է այո նորարարական մոտեցումներին, հենց երիտասարդներին ինքը համարում է ամենակարևոր օղակներից մեկը եկեղեցու եւ մեծ սիրով ընդունում է նման նորարարական քայլերը։ Կա արդյոք ինչ որ առաջարկ երիտասարդների կողմից կամ ծրագիր, որ այժմ հենց ընթացքի մեջ է եւ կհետաքրքրի եւ արդյոք կարելի է միանալ դրան, եթե այդպեսին կա։ Այո, ՀՀՄ գրասենյակում ընթանում է Աստծո կամքը դասընթացը, որը պարբերաբար անցկացվում է, երբ ավարտվում է մի խմբի հետ աշխատանքը, հաջորդ խումբն է հավաքվում, այնպես որ կարող են այցելել մեր գրասենյակ եւ առավել մանրամասներ այնտեղ իմանալ։ Իսկ պարտադիր է լինել ինչ որ թեմի, ինչ որ համայնքի անդամ։ Ոչ, ցանկալի է, բայց պարտադիր չէ։ Մենք բաց հայտարարություն ենք դնում, ունկնդիրներին խորհուրդ կտամ հետևել ՀՀՄ-ի Facebook-յան էջին, Instagram-յան էջին, որտեղ դրված են այդ հայտարարությունները եւ հեռախոսահամարել է տեղադրված, այնպես որ շատ հեշտ է մեծ հետ կապի դուրս գալը։ Ինչպիսի կրթություն կամ նախապատրաստություն է պետք ունենա երիտասարդը կամ ուղղակի աշխարհականը, տարիքը կապ չունի, որպեսզի կարողանա իր ծառայությունը բերել եկեղեցում։ Գիտեք, յուրաքանչյուր մարդու կյանքում կա Աստծո այցելության իր ժամանակը կարծես թե մեկի մոտ դա շատ վաղ է սկսում, մեկի մոտ թվում է թե ուշացած, բայց Աստծո համար ուշացած հասկացությունը կարծում եմ չկա եւ շատ անհատական է։ Երբեք ընդհանուր որևէ բնութագիր դրան չենք կարող տալ, թե ինչն է մարդուն ստիպում քայլ անել դեպի եկեղեցի, սկսել մասնակցել պատարակներին։ Իսկ պատարակներին մասնակցությունը եկեղեցական համայնքային կյանքին ներգրավվելու կարևոր բաղադրիչ է, կարևոր պայման է, որովհետև առանց դրա ուղղակի չի կարող լինել համայնքային կյանք։ Համայնքը ձևավորվում է պատարակի շրջանակներում, ժամերգությունների շրջանակներում, ուխտագնացությունների շրջանակներում, եւ եթե որևէ մեկը ասում է, որ ես ինձ համար տանը հավատում եմ իմ Աստծուն եւ տանը իմ համար աղոթք կանեմ եւ Աստված իմ աղոթքը կլսի, անշուշտ Աստված բոլորի աղոթքն էլ լսում է, Աստված ամեն տեղ է, բայց մենք ընդհանրապես սիրում ենք յուրաքանչյուրին իր տեղում հատկապես պատվել, չէ՞։ Հիմա Աստծո տունը ո՞րն է։ Եկեղեցին։ Աստծո տունը եկեղեցին է եւ եկեղեցին կառուցված է որպես պաշտամունքային կառույց եւ այնտեղ բացի պաշտամունքից որևէ այլ բան չի կարող տեղի ունենալ։ Ինչը չես ասի բնակարանների մասին կամ այլ վայրերի մասին։ Դրա համար դրանք իրար հակադրել չի կարելի պարզապես։ Իմ խորհուրդը դա է յուրաքանչյուր եկեղեցի այցելողի, որ չբավարարվել 1-2 անգամ պատարակներին մասնակցելով կամ ժամերգություններին, այլ ընտելացնել ձեզ ինքներդ ձեզ պետք է սիրելիներ կարողանաք ընտելացնել պատարակին ոչ միայն մասնակցությանը, այլև մինչև վերջ ներկայությանը եւ հետո կամաց պատրաստվել Սուրբ հաղորդություն ստանալուն։ Մեր բոլոր սարկավագները, դպիրները, քահանաները սիրով աջակցում են, երբ որ խորհրդատվության կարիք է լինում, նաեւ հայտարարություն է արվում, թե ովքեր կարող են Սուրբ հաղորդությանը մասնակցել, նաև հայտարարություններ են արվում Սուրբ Խորանից, թե համայնքը, ասենք երիտասարդաց միությունը երիտասարդներով համալրվելու հնարավորություն է տալիս այդտեղ ներկա գտնվող երիտասարդներին կարող են միանալ կամ տիկնանց միություններին, առանց միություններին, այսօր ունենք նաև առանց միություններ, պատանեկան ծառայություններին, կիրակնորյա այսպես խմբերին, երեխաների բազմաթիվ են այսպես օղակները, որոնց մեջ կարող է ներգրավվել հավատացյալը եւ իրեն լիարժեք համայնքային անդամ զգալ։ Իսկ ավելի կոնկրետ, քանի որ դուք այդ համայնքային կյանքում կաք եւ բազում մարդկանց հետ եք շփվում, ավելի կոնկրետ, օրինակ, ես լրագրող եմ
ինչ ծառայություն կարող են բերել։ Մյուսը նկարիչ է, ինչ ծառայություն կարող է բերել։ Մյուսը տնտեսագետ է։ Միգուցե, հա։ Ես խոսեմ ինձնից, լրագրող եմ մասնագիտությամբ եւ երկար տարիներ լուսաբանել եմ պարզապես լրատվություն, ռադիոհայ, Հայ FM ռադիոկայաններում, հանրային ռադիոից եմ սկսել իմ գործունեությունը, վերլուծական հաղորդումներ եմ քաղաքական վարել, բանավեճեր եւ երբ այսպես տիրոջ այցելության ժամանակը հասավ իմ կյանքում եւ ես սկսեցի քայլ առ քայլ գնալ դեպի եկեղեցի, իմ մեջ հոգեվոր այդ պահանջմունքները, որ ձևավորվեցին եւ հետաքրքրությունները, նաեւ գիտելիքները, ես հասկացա, որ որպես լրագրող կուզեմ նաեւ այսպես ծառայեցնել Աստծո տանը եւ Փառք Աստծո ինձ տրվեց, ընձեռվեց այդ հնարավորությունը։ Ես Վեմ ռադիոկայանում կարտարիներ հոգեվոր հաղորդումներ վարեցի հոգեվորականների հետ, նաեւ հեղինակային հաղորդումներ, աշխարհայացք հաղորդումը վարեցի, որտեղ քրիստոնեական թեմաներ էին լուսաբանվում, աշխարհականների հետ, մեր թեման աշխարհականներն են, չէ։ Այսօր արդեն ՀՀՄ-ում լիարժեք այդ գործունեության մեջ եմ, հոգեվոր, քարոզչական, երիտասարդների այսպես աշխատանքներն ենք մենք լուսաբանում, օգնում ենք երիտասարդներին հետաքրքիր նյութեր պատրաստել, այսինքն որպես լրագրող դարձյալ իմ կարողությունները դնում եմ եկեղեցու այսպես սեղանին։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մասնագետ, բացի եկեղեցու համայնքի անդամ դառնալը, տեսնի թե իր այդ մասնագիտական կարողությունները ինչպես եւ որքանով կարող է նաեւ ծառայեցնել եկեղեցուն։ Հավատացեք, չկա մի մասնագիտություն, որտեղ չլինի դրա հնարավորությունը եկեղեցուն ծառայեցնելու։ Վստահաբար չկա։ Այսինքն առաջի քայլը, որ կարող է անել մարդ, երբ մտածում է ինչպես կարող է ծառայել եկեղեցուն բացի հոգեվորականից, հոգեվոր ծառայությունից, աշխարհականը կարող է դիմել իրեն մոտ եկեղեցու, իր տարածքին մոտ եւ ստանալ պատասխան իր հարցերին կամ պահանջներին։ Փառք Աստծո, այսօր Երևանում արդեն ունենք բավական թվով եկեղեցիներ եւ քաղաքի որևէ մասում բնակվող բնակիչը անպայման կունենա, եթե ոչ անմիջապես իր տան մերձավորությամբ, գոնե մի քանի կանգառային կողմ որևէ եկեղեցի հաստատ կգտնվի։ Եվ ցանկալի է մշտապես այցելել նույն եկեղեցին, որպեսզի համայնքին զուլվեն, մերվեն, դառնան համայնքի անդամ, ոչ թե ամեն անգամ տարբեր եկեղեցիներ։ Դա կարևոր պայմաններից մեկն է։ Իսկ այսքան տարի աշխատելով այս ոլորտում, հիմա արդեն նաև երիտասարդների հետ ակտիվորեն աշխատելով, ինչ կարող եք առանձնացնել, ինչ շարժառիթ է մղում մարդուն գալ դեպի եկեղեցի, բացի նրանից, որ միգուցե մանուկ ժամանակվանից կնքվել է եւ գիտի եկեղեցին ինչ է։ Այդ կայծը ձեր կարծիքով երբ է լինում, հենց ձեր փորձը միգուցե ասեք, կամ երիտասարդների հետ շփվելով, ինչ շարժառիթ է բերում երիտասարդին կամ աշխարհականին դեպի եկեղեցի, դեպի ծառայություն։ Քանի որ ես խորհրդային շրջանի ծնունդ եմ եւ չեմ ներում խորհրդային կարգերին, Աստծուն ինձնից թաքցնելու համար, որտեւ ես իրեն շատ ուշ բացահայտեցի, շատ ուշ գտա, երբ եթե ավելի շուտ գտնեի, գուցե թույլ չտայի շատ սխալներ, որոնք թույլ տրվեցին կյանքում, բայց Աստծո համար էլի եմ ասում, ուշացած արտահայտությունը չկա, միայն թե թեկուզ վերջին շնչում մարդը կամենա իրեն իր Տիրոջ իր արարչին ճանաչել եւ ընդունել։ Դա եւս կարող է, որովհետեւ մտածում ես միշտ, որ դե արդեն ուշ է։ Չկա ուշ։ Դա չարի հուշում է, որպեսզի հուսահատվես եւ ասես ձեռք թափտաս եւ անցնես քո այսպես մեղքերը բազմապատկելուն։ Իսկ ինչպիսի դժվարություններ կարող է հանդիպել մարդ իր առաջին քայլից հետո դեպի հոգևոր կյանք։ Գիտեք, գոյություն ունի սիրահարվածության շրջան, ինչպես սովորական կյանքում, երբ զույգերը սիրահարվում են, հետո արդեն գալիս է ամուսնական կյանքը իր դժվարություններով, իր կենցաղային խնդիրներով եւ այլն, եւ որը երբեմն հանգեցնում է հիասթափության եւ նախկին սիրուց կարծես թե ստվերն անգամ չի մնում շատերի մոտ։ Նույնը կարելի ասել հոգևոր կյանքի մասին, երբ հանկարծ քեզ համար բացահայտում ես այդ ահռելի աշխարհը, անսահման իրականությունը հոգևոր եւ Աստծո ներկայությունը եւ զգում ես Աստծո սերը, որտեղ Աստված նորադարձներին հատկապես շատ քնքշորեն այսպես սիրո թևերով է գրկում, որովհետեւ դեռ նրանք հոգևոր առումով քայլել չգիտեն, երերում են, ընկնում են ինչպես երեխան, հա, իր առաջի քայլերն անելիս եւ հրեշտակները անընդհատ խնամում են, չնայած բոլորին են խնամում, բայց այդ նորադարձի վիճակը սիրահարվածության վիճակին շատ նման է եւ ինքը մտածում է, որ ահա արդեն դարձի եկավ եկեղեցի եւ իր շուրջը բոլորը կատարյալ են լինելու, քահանաները իդեալական են լինելու, համայնքում բոլորը իդեալական են լինելու եւ ինքը արքայության մեջ է իրեն զգալու։ Իրականում մենք նույն մարդիկ ենք եւ հոգեվորական եւ աշխարհական մեր ամենօրյա սխալներով, մեղքերով, պարզապես այն տարբերությամբ, որ եթե աշխարհում մարդը, որը Աստծուն չի ճանաչում եւ չի ընդունում, համառորեն մնում է իր մեղքերի մեջ, իր սխալների մեջ եւ չի ուզում ապաշխարել, գիտակցել իր սխալը, ապա քրիստոնյայի դեպքում դա բացառված է, անհնար է ուղղակի այդպես։
ամենօրյա ապաշխարություն, ամենօրյա ինքնազննում, ինքնաքննում մարդը պետք է անցնի, եւ դա, երբ մեր Տերն ասում է «Արտկատարյալ եղեք ինչպես ձեր հայրն է կատարյալ», խոսքը շարունակական կատարելագործության մասին է, այսինքն մինչև մեր վերջին շունչը մենք պիտի ձգտենք դեպի կատարյալը, այսինքն դեպի սրբություն։ Սրբության ճանապարհի մասին է ընդհանրապես խոսքը։ Իսկ ինչպես այդ ճանապարհի ընթացքում, այն որ դու կատարյալ ես, այդ զգացողությունը չկոտրի քեզ։ Դրա համար Տերն ասում է, որ ամեն ինչ հնարավոր է Աստծով, միայնակ հնարավոր չէ։ Միշտ պիտի հիշել, որ Տերը մեզ երբեք չի լքում, ինքը դա մեզ խոստացել է, որ միշտ մեզ հետ է լինելու մինչև օրերի վերջը եւ հավիտյանս հավիտենից, եւ ամենահուսահատ միայնակ պահերին, երբ ամբողջ աշխարհը թվում է քո դեմ է, երբ թվում է ոչ ոք այլևս չկա քեզ հասկացող քո կողքին եւ քո ուժերը ուղղակի սպառվել են, դու պիտի հիշես, որ Աստված քեզ հետ է, հրեշտակները քեզ կզորացնեն, միայն թե հավատա եւ թերահավատ մի եղիր։ Երբեմն եկեղեցի մտնելով մարդիկ վախենում են մի քայլ առաջ գնան, ոտքը ոտքին գցեն, ձեռքը այսպես շարժեն թե այնպես, հոգեբանավ ծառայության մեջ այդպիսի սահմանափակումներ կան։ Գիտեք, ես կարող եմ ինձնից պատմել շատ ծիծաղելի մի օրինակ, Զավեշտալի, որը իրողություն է։ Երբ ես առաջին անգամ մտա եկեղեցի, դա ամառ էր, շատ շոկ, իսկ ամռանը ես լայնեզր գլխարկով եմ միշտ լինում, եւ հոլանի թևերով էի։ Եվ երբ մտա եկեղեցի, պատարակ էր։ Ես դեռ առանձնապես չգիտեի թե դա ինչ է, նստեցի եւ սովորության համաձայն ոտքս գցեցի ոտքիս եւ ունկնդրում էի պատարակը։ Ես արդեն այդ ընթացքում հասցրել էի որոշ հայրերի վարք կարդալ եւ ազդվել։ Անկեղծ ասած, ինձ եկեղեցի բերեց հենց հայրերի վարքը, իրենց կյանքը, կենցաղավարությունը եւ այդ ճանապարհը սրբման որ անցել են, եւ հայրերը բոլորը ցույց էին տալիս, որ պետք է գնալ պատարակի, եւ ես մտածեցի, ուրեմն պիտի գնալ պատարակի, այլ տարբերակ չկա։ Եվ ահա ես այդպես նստած էի, ոտքս ոտքիս գցած եւ անցնում է քահանան, չեմ նշում որ եկեղեցում եւ որ քահանան, եւ ինձ ասում է ոտքդ իջեցրու ոտքիցդ։ Ես մի պահ ներսումս ամբոստություն է գնում, որ ինձ ինչ-որ բան ասեցին, կարևոր չի ով, ես պիտի նստեմ այնպես ինչպես ինքս եմ ուզում, բայց հետո մտքումս ասեցի, հանուն իմ Տեր Աստծո, ես կհնազանդվեմ, ոտքս կիջեցնեմ։ Եվ իջեցրեցի ոտքս։ Հիմա ինչու եմ ես սա պատմում, հիմա իհարկե ինձ համար դա անիրականի այսպես շարքից է թվում, բայց դա տեղի ունեցել ինձ հետ։ Ի վերջո մենք որտեղ որ մտնում ենք, անգամ եթե այցելում ենք համերգասրահ կամ, չգիտեմ, մշակութային որևէ օջախ կամ ռեստորան, հա, մենք անպայման կարևորում ենք, թե համապատասխան ինչ հագուկապով պիտի այդտեղ մտնենք, չէ, որովհետև ներքին պայմանավորվածության բարարողակարգային պահեր կան։ Հիմա Աստծո տուն մտնելու համար մանավանդ շատ հստակ գրված է Աստվածաշնչում, որ կանայք պիտի իրենց գլուխը ծածկեն եւ պետք է զուսփակնված լինեն, որպեսզի որևէ ուշադրություն չշեղվի, որևէ մեկի ուշադրությունը։ Այսինքն դրանք տարական բաներ են, որոնք կամաց մեր եկեղեցին շատ դեմոկրատ եկեղեցի է։ Ոչինչ երբեք չի արգելում, ոչ մեկին չի ստիպում գլխաշոր գցել, առաջարկում է։ Ոչ մեկին ոչինչ չի ստիպում, բայց կամաց մարդը Աստծով սկսում է հասկանալ եւ մեկ էլ տեսնում ես, որ 3 առանց գլխաշոր եկած է, այսօր արդեն գլխաշորով է։ Մեն այսպիսի մի բան եմ նկատել ինքս եկեղեցի հաճախելով, որ աշխարհականները, ովքեր այդ պահին եկեղեցում են, մանավանդ մի փոքր բարձր տարիքի, շատ խիստ կոպիտ նկատողություններ են անում։ Հա, մենք իրենց ասում ենք տատանց դասը, տատիների դասը։ Մի փոքր վատ են կալվում եւ նույնիսկ կատել եմ, որոշ մարդիկ կան դրանից հետո խուսափում են եկեղեցի մտնելուց, մտածում են այնտեղ բոլորը այդպիսին են, իսկ իրենք համապատասխան չեն։ Այո, անշուշտ, քանի որ հանրային կյանքում բոլոր գրված օրենքները եւ չգրված օրենքների արկայության պարագայում անգամ մենք բոլորը շարունակում ենք ապրել այնպես ինչպես մեզ հարմար ենք գտնում եւ այդ առումով բազմաթիվ կոնֆլիկտներ են լինում եւ տրամհասարակական տրանսպորտում եւ ամենուր եւ նաեւ մեր մերձավորների մեջ ընտանիքում, չէ՞, ի վերջո ընտանիքում էլ այնպես բոլորը չեն ապրում ինչպես որ չգրված կամ գրված օրենքներով է։ Հիմա հաշվենք, որ դա մեր տատն է, որը մեր շատ սիրելի տատն է, բայց որը մեզ կարող է նաեւ բարկացնել իր ինչ որ սխալների պատճառով։ Մենք պետք է ինչ անենք, ներողամիտ լինենք, կարող ենք սիրով այդ մայրիկին ասել, որ մայրիկ ջան, ախր այսպես չի լինի, կամ այդքան սրտին մոտ չընդունել այդ պահերը։ Նամանավանդ որ քահանաները միշտ հայտարարում են, որ խնդրում ենք, եթե հոգնած եք նստում եք, մի համարեք, որ դա վերջնական ձեր տեղն է։ Նաև ընթացքում տեղ տվեք մյուսներին, եթե հոգնած են։ Դե տատիները նստում են, որովհետև իրենց կարելի է նստել, չէ՞։ Իսկ դիտողությունները անում են, որովհետև դա էլ նման է մի տեսակ չափից ավելի գերազանցիկ աշակերտի սինդրոմին, երբ իրենք արդեն քահանային լավ լսել են, մտածում են, որ ուրեմն իրենք էլ կարող են ուսուցանել եւ երբեմն այդպես իրենց բնավորությանը համաձայն, հա, շշպռելով, մատթափ տալով եւ այլն։ Սիրելի
էլի մայրեր, տատիներ, իդեպ ասեմ տղամարդիկ շատ համեստ ու խելոք են եկեղեցում, դա զարմանալի է։ Անխտիր բոլոր եկեղեցիներում տղամարդիկ զարմանալի համեստություն են դրսևորում, անգամ երբ հաղորդության ժամանակ առաջինը տղամարդիկ են սովորաբար մոտենում, էլի համեստորեն անկյուն քաշված եւ մի քանի ակտիվ կանայք ասում են հետ կանգնեք, կանանց են ասում, տղամարդիկ անցեք առաջ, այսինքն էլի առաջնորդում են տղամարդկանց։ Շատ հետաքրքիր է կյանքը նաեւ եկեղեցում, որտեղ դա նույն կյանքն է, այսինքն եկեղեցում թե եկեղեցուց դուրս մենք պետք է սովորենք սիրել մեր մերձավորին, համբերել մեր մերձավորին, կրել մեկ-մեկու խաչը եւ դրանով լծակից ու խաչակից լինել մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Արդյոք աշխարհականների կողմից հոգևոր խորհրդատվության իրավունք եթե կարելի է այդպես ասել, կա։ Գիտեք, անշուշտ քարոզելու մասին չի խոսքը, բայց այն գիտելիքը, որ դու ունես, որ դու ստանում ես քահանայից, քահանայի բերանից ես վերցնում կամ մեր հայրերից ես վերցնում եւ Աստվածաշնչից ես վերցնում, բնական է, որ այդ ամենը նաեւ կարող ես փոխանցել, բայց այդքան կարևոր չի խոսքը, որքան սեփական օրինակը, որովհետև խոսքով մենք կարող ենք դավանել մի բան, բայց մեր արարքներով գայթակղել մեր եղբորը, մեր քրոջը։ Այսինքն արարքն է այստեղ կարևորը, սեփական օրինակը։ Որովհետև գիտեք ինչ, քարոզչության կարիք իրականում այդքան չկա, այսինքն սուղ չէ քարոզչության վիճակը։ Այսօր ամենուր դուք կարող եք քահանաների տեսնել, որոնք հրաշալի քարոզներ են անում սոցցանցերում, ամենուր եւ եկեղեցում։ Այսինքն մենք օրինակի կարիք ունենք, իսկ օրինակի կարիք մենք ունենք ոչ թե նայել տեսնել, այ ում մեջ փնտրել այդ օրինակը, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսից եւ բոլոր սրբերից, մեր շրջապատում, այլ փորձենք ինքներս օրինակ դառնալ, ինքներս մեզնից սկսենք եւ կտեսնենք, թե ինչքան դժվար է օրինակ լինելը, ու էլ չենք պահանջի օրինակ դիմացինից։ Խոսեցինք կանանցից եկեղեցում, բացի երիտասարդներից, ովքեր աջակցում են համայնքային կյանքին են մասնակցում, կանայք, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ, իրենք ինչպիսի մասնակցություն ունեն կամ կարող են ունենալ եկեղեցական կյանքում։ Ձեր օրինակով կամ թեկուզ համանքային կյանքին ծանոթ լինելով դուք ինչպիսի օրինակներ գիտեք։ Ճանապարհը բոլորի համար նույնն է։ Այցելեք եկեղեցի, երբ սկսում եք հաճախակի այցելել, ուխտագնացությունների շատ կարևոր հանգամանք է ուխտագնացությունների մասնակցությունը։ Ինքնըստինքյան ձևավորվում է մտերմություն, ծանոթություն, կապեր եւ 1, 2, 3 ու մեկ էլ դու զգում ես, որ դարձել ես համայնքի անդամ։ Իսկ ինչ բացեր կան, որ կարող եմ լրացնել ես։ Նայեք, դուք դարձաք համայնքի անդամ, դուք նայում եք, տեսնում եք համայնքը ինչ բացեր ունի, ինչի կարիք ունի։ Բոլոր համայնքներում կան ծերերին այցելություն, կարիքավորներին այցելություն, չգիտեմ, տարբեր այդպես սոցիալական ծառայություններ են համայնքային անդամները իրականացնում, տիկնանց միությունը, առանց միությունը, եւ պետք է տեսնես քո ժամանակը քեզ ներում է դրանցից որին մասնակցելու, ներգրավվելու անմիջապես։ Դեք եկեղեցու վերքերը միշտ կապելու տեղ կա։ Եկեղեցին միշտ վիրավոր է։ Եկեղեցին հավիտենական է, բայց երկրի վրա եկեղեցին միշտ վիրավոր է եւ մեր Տիրոջ վերքերն են դրանք։ Այդ բացը միշտ կա եւ միշտ դրա լրացնողը կգտնվի։ Կարող ես ինքդ դառնալ դրա լրացնող, այդ փաթաթան դնողը։ Միայն ցանկություն լինի, եկեղեցին մաքրության կարիք ունի, իհարկե կա մաքրող մարդ եկեղեցում աշխատող, բայց մեկ է, տոնորերին, տաղավար տոներին միշտ համայնքը ներգրավում է եկեղեցին մաքրելու գործին։ Եկեղեցու խնդիրները շատ են։ Երբ որ ներս ես մտնում, դու ինքդ տեսնում ես, թե ինչքան անելու բան կա եկեղեցում, որտեղ եկեղեցին միայն այդ կառույցը չէ, նաև իրենից դուրս է, իսկ իրենից դուրս աշխարհն է։ Յուրաքանչյուր քրիստոնյա աշխարհում ահռելի անելիք ունի եկեղեցով, եւ ինքը կարող է ներգրավվել։ Իսկ ձեր ճանապարհին արդյոք հանդիպել եք խոչընդոտների կամ մարդկանց կողմից չհասկացված լինելու, քանի որ շատ մարդիկ իմանալով, որ այցելում ես եկեղեցի կամ համայնքային կյանքի մի մասն ես կազմում, այլ պատկերացումներ ունեն, չեն հասկանում, թե եկեղեցու ներսում ինչ է կատարվում։ Դուք արդյոք ինչ որ խոչընդոտի կամ վատ վերաբերմունքի արժանացել եք։ Իդեպ շատ հետաքրքիր ընթացք էր, երբ ես աշխատում էի լրատվական բաժնում, ռադիոյի, եւ հենց այդ շրջանում տեղի ունեցավ իմ դարձը դեպի եկեղեցի, կամաց, եւ ինձ այդ աշխատողները իրենց աչքի առաջ տեղի ունեցավ այն փոփոխությունը արժեքային, որ իմ հետ տեղի ունեցավ։ Այսինքն իրենք որպես ականատեսներ երբեմն հումորով էին արձագանքում, երբեմն բայց հարգանքը պահելով բնականաբար եւ փոքրիկ բանավեճեր իհարկե լինում էին տարբեր թեմաների հետ կապված եկեղեցու հոգեվորականի հայտնի ձնագնդիները, որ գլորվում ու մեծ ձնագնդի էին դառնում։ Ու պատկերացրեք, ես դրանից ավելի ամրանում էի
Երբ տեսնում էի, թե Տերը ոնց է ինձ օգնում, որ ես զորանամ խոսքի եւ պատասխանի մեջ, եւ ոնց է ինձ օգնում, որպեսզի ես շարունակեմ ամուր մնալ իմ ձեռք բերած արժեհամակարգի մեջ, դա հրաշալի քննություն է, ասեմ, հրաշալի, երբ աշխարհում դու քննություն ես հանձնում։ Իսկ իմ աշխատանքի բերումով ես անընդհատ այդ քննությունը փորձում եմ հանձնել, մեկ տապալելով, մեկ հաջողելով։ Լրատվական մի ծառայությունում էի աշխատում, դա արդեն մի քանի տարի առաջվա պատմություն է, որտեղ երբ բոլորը վաղ թե ուշ հասկանում են, որ դու եկեղեցու զավակ ես, հավատացյալ ես եւ մեծ աշխատանքային տարածք բացվեց քեզ համար, այսինքն խնդիր է, որը դու պիտի լուծես քո մասով, քո չափով։ Ես շատ գեղեցիկ եմ դրան վերաբերում, շատ սիրով ու համբերությամբ։ Որպես փորձություն, որ անցնում ենք։ Փորձություն, նաեւ ես ինքս էլ եմ թրծվում այդտեղ, երբ սովորում եմ ում հետ ինչպես խոսել, ում հետ ինչ լեզվով խոսել, որ հասկանալի լինեմ։ Տիկին Պողոսյան, մի այսպիսի հարց եւս, աշխարհականների համար եկեղեցին ինչ հոգեվոր դասեր կամ քարոզներ կրթության առումով, հա, օրինակ եկել է պատարագի, որպեսզի պատարագից հասկանա ինչ է կատարվում սկզբից մինչև վերջ։ Եկեղեցում ընդհանրապես հոգեվոր կյանքը ինչպես է լինում։ Դրան ուղղված ինչպիսի դասընթացներ կամ քարոզներ են տարվում եկեղեցում։ Գիտեք, շատ կարևոր է, որպեսզի հոգեվոր այսպես ապրում ունեցած մարդը, որը իր առաջին քայլերն է անում եկեղեցի, չբավարարվի միայն այնքանով, որ սա Աստծո տունն է, սա պատարագ է, սա ծես է, որին ես պիտի մասնակցեմ, ես աղոթում եմ այստեղ եւ գնում եմ տուն։ Շատ կարևոր է, որպեսզի քրիստոնյան հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակը հոգեվորապես գրագետ լինի։ Այսինքն իր ամենօրյա ընթերցման գիրք լինի, սեղանի գիրք լինի Աստվածաշունչը, մտորման թեմա դառնա Աստվածաշունչը, միայն չբավարարվել կիրակնօրյա քարոզով, որը կամ լսում են, կամ պես թերի են լսում, կամ լսելի չի լինում գուցեև, որովհետև մեր ոչ բոլորի երբեմն հասկանալի չի լինում, թե։ Այո, որովհետև շատ եկեղեցիներ, որոնք մեծ են չափերով, երբեմն ակուստիկայի խնդիր են ունենում եւ դժվար է ուղղակի լսել քահանայի քարոզը։ Մանավանդ որ եկեղեցին ամեն շաբաթ կանոնավոր բոլոր եկեղեցիները հոգեվոր դասեր են անցկացնում հավատացյալների համար եւ ցանկացողները կարող են մասնակցել ստեղծողության դասերին, այսպես Աստվածաշունչը տարեսկզբից սկսում են եւ ավարտում տարեվերջին։ Շատ կարեւոր է դա։ Առանց դրա, գիտեք ինչ ասում է, հավատը նաև լսելուց է, չէ՞։ Իսկ լսել Աստծո խոսքը նշանակում է նաև տեղեկացված լինել, տեղեկանալ։ Առանց այդ խոսքը լսելու, ըմբռնելու, քննելու ինքդ քո ներսում եւ հոգեվորականի անպայման ուղեկցությամբ, որովհետեւ երբեմն երբ փորձում ես ինքնուրույն հասկանալ Աստվածաշունչը, երբեմն սխալ տեղեր ես գնում։ Ինձ մոտ ըմբոստություն կար։ Այո, եւ հիմնականում այդ ըմբոստությունն է առաջ գալիս, դու սկսում ես հակասություններ տեսնել մի խոսքից մյուս եւ երբեմն դա ավարտվում է հիասթափությամբ եւ որ ավելի ցավոտ է անհավատությամբ։ Սխալ ընկալումները շատ են լինում, երբ ինքնուրույն ես փորձում ընթերցել։ Ձեզ մոտ եղել են ըմբոստություններ կամ հակասություններ եւ ինչպես եք լուծել խնդիրը։ Դիմել եք հոգեվորականի, թե փորձել եք ինքնուրույն հասկանալ։ Գիտեք, անհատական խոստովանության ինստիտուտը կա նաեւ մեր եկեղեցում։ Իհարկե ընդհանրական խոստովանությունը ամեն պատարագին որ լինում է, շատերս բավարարվում ենք միայն դրան մասնակցելով, բայց հավատացեք անհատական խոստովանությունը շատ կարևոր է, գտեք ձեր խոստովանահորը, դժվար է, որովհետև ասում եմ մեր քահանաները փոքրաթիվ են եւ որպեսզի դու գտնես քո խոստովանահորը եւ պատկերացնում եք, եթե ամբողջ հայ ժողովուրդը սկսեր եկեղեցի այցելել, սկսեր դառնալ համայնքի անդամ, ինչ տեղի կունենար։ Շատ լավ բան տեղի կունենար իհարկե, շատ շուտով բոլոր ընտանիքներից հոգեվոր ծառայության համար զավակներ կծնվեին եւ եկեղեցին կհարստանար հոգեվորականներով, բայց դա ժամանակ պահանջող գործընթաց է։ Դրա համար անհատական խոստովանություն փորձեք անպայման ժամանակ առ ժամանակ ունենալ հոգեվորականի հետ, ինչը օգնում է ավելի բաց, ավելի անկեղծ առերեսվել սեփական սխալներին, ըմբոստություններին, այդ թվում եւ նորից մաքուր էջից սկսել։ Անշուշտ ամեն օր մենք ունենում ենք, այդ թվում եւ ես ունենում եմ անկման եւ վերելքի պահեր, չասեմ հուսահատության, բայց բոլոր մարդկային այսպես կրքերը հատուկ են բոլորիս։ Եթե Սուրբ Գրիգոր Նարեկացին, որ ճգնավոր էր եւ սուրբ մարդ էր, չէ, թվում է թե ինչ մեղքեր պիտի ունենար, որ Աստված իրեն չներեր կամ փրկության արժանի չդիտեր, բայց երբ կարդում ես ամբողջ Նարեկը, մատյան ողբերգությունը, մենք տեսնում ենք, որ այնտեղ անընդհատ թվարկվում են այն բազում մեղքերը, որոնք վերջ չունեն ուղակի, եւ ինքը դա վերագրում է իրեն։ Այսինքն ամեն մարդկային ինձ խորտ չէ, բայց մեր կամքն է որոշիչը։
Ամեն օր մենք պետք է կամավոր ընտրություն կատարենք։ Մեր սեփական այոն կամ ոչը Աստծո այոն պետք է լինենք, Սուրբ Գրյան խոսքով ասեմ։ Քրիստոսի այոն պիտի լինենք։ Դուք ծնող եք եւ ունեք զավակներ։ Դուք իրենց առաջնորդում եք դեպի եկեղեցի, թե թույլ եք տալիս, որ իրենք մոտենան։ Գիտեք, ես ունեցա սիրահարվածության այդ նորադարձի շրջանը, երբ չափից ավելի, այսպես շրջապատի հանդեպ խիստ ես դառնում եւ նամանավանդ առաջինը քո ընտանիքին ես նայում եւ մտածում ես, եթե տեսնում ես, որ եկեղեցում կանգնած են իրենց հայրերի, մայրերի կողքին երեխաներ եւ դիմանում են պատարագին, ուրեմն քո զավակները եւս պարտավոր են դիմանալ։ Եվ ես ունեցել եմ այդ ստիպողական, ինչ որտեղ պարտադրողական կեցվածքը, ինչը ես համարում եմ սխալ։ Բայց դե մենք մեր սխալների վրա ենք սովորում։ Բոլոր նրանց, ովքեր նոր են գալիս եկեղեցի, այն տոտիկ քայլերը, որ իրենք անում են դեպի եկեղեցի եւ Տերը ըմբռնումով է դրան մոտենում։ Խնդրում եմ նույն ըմբռնումով մոտենալ ձեր մերձավորներին, ձեր ընտանիքի անդամներին, ձեր զավակներին, որոնք դեռևս այդ քայլերը չեն արել, որովհետեւ յուրաքանչյուրն ունի, ելի եմ ասում, Տիրոջ այցելության իր ժամանակը։ Ձեր օրինակով, ձեր համբերությամբ, ձեր սիրով, ձեր բարությամբ դուք երբ կտեսնեն ձեր զավակները, թե դուք ինչ ուրախ ու երջանիկ եք պատարագից վերադառնում եւ ինչ սիրով եք անցնում կենցաղային գործերին, խնամքին երեխաները կուզեն լինել այնտեղ, որտեղից երջանիկ վերադառնում է իրենց մայրը կամ հայրը։ Դա է իմ խորհուրդը։ Ամփոփելով այսպիսի մի հարց, որոնք են այն արդիական խնդիրները, որոնք դուք էլ տեսնում եք ձեր գործունեության մեջ, որոնց լուծման հարցում եկեղեցին կարող է ապավինել հենց աշխարհականներին եւ ոչ հոգեվորականներին։ Ինչպիսի խնդիրներ կան արդի, որոնք հենց աշխարհականները կարող են այդ հարցում օգնել։ Ես ճիշտն ասած ուզում եմ ընթերցել Աստվածաշնչից Պետրոս առաքյալի խոսքերը, որ ասում է բոլոր հավատացյալներին. դուք ընտիր ցեղեք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծո սեփական ժողովուրդ, որպեսզի ձեր առաքինությունները նվիրեք նրան, ով խավարից ձեզ կանչեց իր սքանչելի լույսին։ Սա առաքյալը ասում է բոլոր հավատացյալների, այսինքն աշխարհականներ, հոգևորականներ չի դնում տարբաժանում, բոլորի համար է ասվում։ Եվ տեսեք ինչ կոչումների պիտի մենք ծառայենք։ Քահանայություն, թագավորություն, այսինքն մենք այդ տարածքների սպասավորը պիտի դառնանք, անկախ նրանից մենք հոգևորական սպասավորության ենք, թե աշխարհական ենք, բայց հոգևոր գործունեության մեջ ենք։ Եթե կան կոնկրետ օրինակներ, որ հենց թեկուզ լրագրության կամ քարոզչության մեջ կամ արվեստի ինչ որ մշակույթի ճյուղի մեջ ինչ որ մարդիկ ովքեր հենց օրինակով կարող են ասել, բացը կա, ես այս մասնագետն եմ, կարող եմ կամ լրացնեմ, օգնեմ։ Դե դա համայնքային կյանքում է դա լինում։ Մարդիկ իմանում են դու ով ես մասնագիտությամբ եւ դրա անհրաժեշտությունը երբ որ լինում է անպայման այդ ծառայությունը դու կարողանում ես անել։ Բայց կասեմ, որ հոգևորականները օդից չեն ծնվում, հոգևորականները աշխարհական մարդկանցից են ի վերջո առանձնանում։ Դա ինչ է նշանակում, որ այդ խնդիրը մենք դու գիտեք այսօր եկեղեցին քանի հոգևորական ունի ընդհանուր առմամբ ամբողջ թեմերով միասին 700-ից մի փոքր ավել, դա շատ փոքր թիվ է, շատ, որպեսզի կարողանա հոգևորականը բավարարել բոլոր այն պահանջները, որ ժողովուրդը, հատկապես այն ժողովուրդը, որը չի գնում եկեղեցի, ներկայացնում է իրեն։ Իսկ որպեսզի մենք ունենանք շատ հոգևորականներ, ինչ է պետք, ընտանիք, որը կհամաձայնվի իր առուզավակին տալ եկեղեցուն, տալ հոգևոր ծառայության։ Իսկ մենք քանի այդպիսի ընտանիք ունենք, բայց մեր պահանջները ահռելի են եւ ամեն մի թեմայի հետ կապված հնչում է հարցը, որտեղ է եկեղեցին։ Հատկապես այն մարդկանց շուրթերից, ովքեր ընդհանրապես եկեղեցի չեն մտնում, կապ չունեն համայնքային կյանքի հետ եւ չգիտեն եկեղեցու ցավերն ու կարիքները։ Եկեղեցին մենք ենք, եկեղեցին այդ ասողը պետք է լինի։ Ինքն է եկեղեցին։ Հակառակ դեպքում թող ընդհանրապես չհետաքրքրվի, թե ինչ է եկեղեցին, որտեղ է եկեղեցին։ Դա ինքնին արդեն սխալ հարց է։ Էնպես որ ի վերջո, եթե չլինեն աշխարհականները, հավատացյալ ժողովուրդը չի լինի պատարագը։ Հոգևորականները ինչ պիտի անեն առանց ժողովրդի։ Համար նպատակը։ Այո, մենք Աստծո ժողովուրդն ենք, հոգևորականներս եւ հավատացյալ ժողովուրդը բոլորս միասին։ Քահանայություն ենք եւ թագավորություն, եւ այդպես պիտի լինենք մինչեւ օրերի վերջը։ Եվ հավիտյանս հավիտենից ամեն։ Ամեն։ Շնորհակալ եմ Տիկին Պողոսյան հետաքրքիր զրույցի համար։ Մինչ հանդիպման ավարտը ցանկանում եմ նաեւ ձեզ թողնել մեր
ունկնդիրներին թողնել մտորելու մի հարց, որն այսպիսին է. եթե ձեր սրտում կա ծառայելու պատրաստակամություն, ինչ փոքրիկ քայլով կսկսեիք ձեր հոգևոր ճանապարհը։ Խնդրում եմ, ով մեզ լսում է, թող ինքը մտածի այս հարցի շուրջ եւ գտնի պատասխանը։ Եկեղեցին միշտ պատրաստ է ընդունել նրան։ Հաճախ մեծ փոփոխությունները սկսվում են փոքր, բայց անկեղծ քայլից։ Յուրաքանչյուրի ներդրումը մեծ թե փոքր կարող է նոր ուժ ու կյանք տալ մեր համայնքին եւ եկեղեցուն։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք։ Մինչ նոր հանդիպում, թող ձեր քայլերը միշտ լցված լինեն հավատով, սիրով եւ ծառայելու ոգով։ Ստեսություն։